Արդեն մի քանի օր է համացանցում ակտիվորեն քննարկվում և տարածվում են լուրերը Արամ Ասատրյանի ընտանիքի, նրա որդիների և դստեր ընտանիքների մասին։ Նրա որդիներից Էթրակ Ասատրյանի մասին մենք մի քանի հրապարակումով ենք հանդես եկել։ Երջանկահիշատակ Էթրակ Ասատրյանը կյանքից անժամանակ հեռացավ։ Նրա մահից հետո նրա կինը Կարմենը նոր կյանք սկսեց Արտակ անունով տղամարդու հետ։ Այսօր նրանք ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ունեն սեփական բիզնես և զբաղվում են էսթետիկ բժշկությամբ։ Հետևելով նրանց համատեղ հրապարակումներին երևում է, որ անկախ տարիքին նրանք միմյանց հանդեպ մեծ սիրով, ջերմությամբ և ներդաշնակ են։ Մենք մի քանի հրապարակումով ներկայացրել էինք Արամ Ասատրյանի մայրիկի Կարմենի տեսքը որդու հարսանիքին։ Նա բավականին երիտասարդ, էլեգանտ և շքեղ տեսքով էր ներկայացել։ Մենք նաև ներկայացրել էինք հարսանիքի ընթացքում հիշարժան այլ դրվագներ։ Դրանցից մեկն էլ հենց Արամ Ասատրյանի երգի ներքո հարսի Աննայի պարն էր։ Այս պարը լայնորեն տարածվել էր համացանցում։ Աննան, ով միանշանակ սիրվել էր հանրության կողմից, իր այս պարով էլ ավելի ավելացրեց իր հանդեպ սերն ու ջերմությունը։ Աննային միայն դրական մեկնաբանություններ են գրում համացանցում, տարածում են նրա մասնակցությամբ տեսանյութերը և գրում են, որ իսկական հարսիկ այսպես պետք է լինի, առանց ավելորդ փայլերի, շքեղության և ամեն ինչ չափի մեջ։ Աննան, ով չնայած 4 զգեստ էր հասցրել իր հարսանիքի ընթացքում փոխվել, այնուամենայնիվ այս դեպքում էլ չքննադատվեց։ Այսօր Աննայի զկեսուր մայրիկը տարածել է նրա հարսի պարն ու գրել. «Մեռնեմ քո քաղցր ժպիտին»։ Կարմենը հերթական անգամ ապացուցում է, թե որքան ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում իր որդու, կնոջ հետ։ Բացի այդ, նախքան այս էլ Կարմենը բազմաթիվ անգամներ հրապարակումներ է արել Աննայի մասնակցությամբ, Աննայի և որդու մասնակցությամբ, ինչպես նաև հրապարակումներ է արել և այդպիսով իր սերն արտահայտել և ցույց տվել իր որդու ընտրության հանդեպ։ Կարմենը մի քանի անգամ է նշել, որ Աննան իր համար ոչ թե իր որդու սիրելին է, այլ հարազատ դստեր՝ պես է։ Նշենք նաև, որ Կարմենն ու նրա ամուսինը Արտակը համատեղ կյանքում ունեն դուստր Էլիզաբեթը։ Էլիզաբեթի մասնակցությամբ վերջերս Կարմենը ավելի շատ հրապարակումներ է անում, ցույց տալով, թե որքան նման է աղջիկը իր հայրիկին։ Նշենք նաև, որ այս օրերին Աննան և Արամը վայելում են իրենց մեղրամիսը։ Սկզբում նրանք գնացել էին Մալդիվներ, ապա ուղևորվել են դեպի Դուբայ։ Աննան ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալով իրենց լիարժեք և յուրօրինակ հանգստից կադրեր։ Ներկայացնում ենք դրանք ձեզ, ինչպես նաև ներկայացնում ենք Աննայի և Արամի օրեր առաջ տեղի ունեցած հիշարժան օրվա բացառիկ կադրերը։